Բարև ձեզ, եթերում 1000-ից հաղորդաշարն է։ Հայաստանում կենսաթոշակառու անձանց թիվը մոտ 600,000 է։ Մեր հյուրը այսօր մեկն է այդ հազարներից։ Մեր հյուրը այսօր Տիկին Վալյան է, ով 85 տարեկան հասակում շարունակում է կրթել, երգել, նվագել ու հիշեցնել, որ տարիքը սահման չէ, այլ հոգու ու փորձի խորության ցուցանիշ։ Ես Վալյան Նիկողոսյանս 85 տարեկան եմ, որից 40 տարին անց եմ կացրել իմ սիրելի Ավետիք Իսահակյանի անվան միջնակարգ դպրոցում։ Դասավանդել եմ պատմություն և մայրցամաքների աշխարհագրություն առարկաները։ Բնեի ծնե ընտանիքով մենք երաժշտասերներ ենք եղել, նվագողներ են եղել իմ եղբայրները և ես այդ ընտանիքում եմ ծնվել, մեծացել, մինչև այսօր էլ իմ Համարեմ ապնազելի, տախքին համար, երկին համար, ծախին համար, երկին համար։ Բարև ձեզ Տիկին Վալյան, շնորհակալ եմ, որ այսօր մեր եթերում եք, մեր տաղավարում եք։ Շնորհակալ։ Տարիքը պարզապես թիվ է, հա, իսկ հոգին տարիք չունի։ Ուզում եմ ձեզ հարցնել, ի՞նչն է ձեր առիգության գաղտնիքը, որ նույնիսկ այս տարիքում այդպես նախանձելի ակտիվ եք, շարունակում եք երգել, պարել, նվագել, կա գաղտնիք, ինչպես եք պահպանվել, ինչպես եք ձեր այդ տոկունությունը, առիգությունը պահպանել այսքան տարի։ Ես կասեմ առաջի գրավականը այն է, երբ Աստծո տված անգին պարգև ես ունենում։ Ո՞րն է այդ Իսկ իմ ծննդյան օրը, որը համընկնում էր և հիմա էլ որոշ օրերում համընկնում է ուսուցչի օրվանը, հոկտեմբերի 3-5-ը, 3-ին եմ ծնվել։ Եվ Աստծո օրհնությամբ ինձ խորհրդանիշը տվել է օրհնյալ ապահովություն, օրհնյալ ապահովություն։ Իսկապես այդ 85 տարին Աստված ինձ օրհնել ու պահել է, որ ես մինչև հիմա դեղը չեմ իմացել ինչ բան է, սրսկումը չեմ իմացել ինչ բան է, հիվանդությունը չեմ իմացել ինչ բան է։ 4 երեխայի ծնունդ, 3-ը աղջիկ և 1-ը Անդրանիկս տղա, Լուսիկ, Անահիտ, Գոհար անուններով։ Խնդրում եմ պատմեք, դուք նաև երգում եք, նվագում եք։ Երգում եմ։ Դուք ստացել եք նաև երաժշտական կրթություն, թե ինքնուս եք։ Ոչ միտեղ ես անգամ դպրոց, երաժշտական դպրոց չեմ գնացել։ Ուղղակի սիրել եք երգել, նվագել։ Ուղղակի որ մեր տունը միշտ երգ ու պարը, միշտ նվագարանները եղել են ու հավաքվել են մեր տունը, ասենք այսօր հարսանիք է, այսօր չգիտեմ կնունք է, ծնունդ է եւ այլը։ Ես արդեն 4-5 տարեկանից արդեն շփվել եմ այդ միջավայրում։ Ձեր ծնողներն էլ էին երգում, թե։ Մամաս էր լավ երգում, մամաս շատ լավ ձայն ուներ, քերիս էլ, որ ասում եմ, նա եղել է Անդրանիկի զինվորը, եւ այս երկրորդ հայրենական պատերազմի ժամանակ մի ամբողջ սասունցի Դավիթ զրահատանկային բան ունեցել։ Մենակ մի հատ զրահատանկ իմ քերիս միջոցներով է նվեր տվածվել։ Այսինքն, երբ որ ձեր տանը առիթներ էր լինում, մարդիկ հավաքվում էին, դուք երգում էիք, նվագում էիք, քնած տեղից հանում եք, ինքնուրույն սկսել եք սովորել։ Այո, Ազի ջան, երբ որ ասենք մեր հարազատներից, հարևաններից կամ որևէ մեկին, որ մեր հետ կապված ունեինք, եթե մի լավ բաներում պետք է քնած տեղից էլ ինձ հանեին, տանեին, կանգնեցնեին այդ սեղանի մի անկյունում, որ ես երգեի կամ իրանց ուրախացնեի։ Հիշում եք առաջին անգամ դհոլը երբ վերցրեցիք ձեր ձեռքը, ոնց փորձեցիք։ Դհոլը ընդհանրապես վերցրել եմ։ Իսկ այդ վերջի ժամանակներում 3 տարի առաջ իմ աղբոր երեխեքը եկան մեր տունը նոր տարի, կերանք խմացին, մեկ էլ ժամ արդեն 1-ն էր, 2-ն էր, հորքուր պետք է եթանք հիմա էլ մեր տունը շարունակենք։ Այ բալամ արդեն ժամը 2-ն է, չէ պետք է գնանք։ Վերջը հանին, ինձ էլ, տղայիս էլ, հարսիս էլ, տարան ես տուն, գնացինք իրանց տուն, որ գիշերվա կես արդեն։ Ուրեմն իմ հրայրի տղան թորել, այսինքն աղբոր։ Ուրեմն դհոլ է սովորում,
մեկ էլ այնտեղ իր համար ասել մի հատ բերեդ արդեն քանի տարի չէին դհոլ նվագել, մեկ էլ այդ իմ ծննդյան օրը որ տեսել ենք արդեն, բայց դրանից ես բերես դրես այստեղ ու սեցի խփել, այդ սա զարմացան, որը հորքուր, հələ դու այն հին բաները չես մոռացել, Բայց առաջին անգամ երբ եք վերցրել դհոլ կհիշեք, որ տարիքում էր, երբ որ հասկացաք, որ ձեզ դուր է գալիս այս գործիքը եւ ուզում եք նվագել։ Ես ասում եմ, մինչև ամուսնանալս համարյա ամեն օր մեր տունը հավաքվում էին, արդեն եթե հարսանիք էր, չէ, հատուկ զուռնա էր, զուռնայով էին, սահարի էին ասում։ Հարսանիքներին էլ եք նվագել։ Չեմ նվագել, բայց ականատես եմ եղել, ու ես էլ ինչ որտեղ բարել եմ, ուրախացել եմ, եթե մոտիկ մարդ է եղել, ես էլ եմ մասնակցել։ Անենց որ այդ երգը, պարը, երաժշտությունը, նվագը, գործիքները, ագարդիոն ենք մենք ունել, դաշնամուր ունենք նախատիպ։ Այդ ամբողջի վրա կարող եք նվագել։ Ունենք, ես չեմ նվագել, բայց կարող եմ, ես չեմ ան դո ռե մի ֆա սոլ յա սին ինչ է, ոնց է, որտեղ։ Էս որ ես հիմա ունեմ, սա ինքնուրույն Աստծո այն ասածը շնորհն է որ փոխանցել եմ։ Ես եթե մի բան ուզեցել եմ անեմ, պետք է անեմ։ Եթե սերել եմ, պետք է ամենալավ ձևով կատարեմ։ Այսինքն իմ մոտ նստված կա տվել, որտեվ իմ մաման շատ բարի, այդ Սաթեն մամաս։ Այսպես ես, չգիտեմ, 80 տարեկանում նա մահացավ, նրանից մի անեց, մի վատ խոսք չեմ լսել։ Տիկին Վալյա, Այսօր մեր օրերում մենք արդեն փոքրի շատ է սովոր ենք տեսնել աղջիկների, ովքեր դհոլ նվագում են, հա, շատ ունենք նաև աղջիկ դհոլահարներ, բայց 2000-ական թվականներին դա այդքան էլ սովորական չէր, որովհետև դհոլ խփելը, այդպես էին ասում, չէ, տղամարդու գործ է։ Դհոլի վրա նվագելը դա տղամարդու գործ էին համարում։ Ինչպես էին վերաբերվում շրջապատի մարդիկ, երբ որ տեսնում էին դուք տեսքով գեղեցիկ աղջիկ ու դհոլ եք նվագում։ Ես օրինակ անենց ընդհատումներով է եղել իմ նվագելը, բայց ռեպլիկներ եղել են կողքից։ Եղել են արել եմ եւ շատ ուրախացել եմ, ես էլ իրանք էլ, բայց ինչ որ հատուկ դհոլ նվագեմ, ինչ որ դհոլով ներկայանամ, առաջ անգամ այդ դեպքին է որ էդ էլ եթե ես այդ դհոլը չտեսնեի, դրած էր էսենց աթոռի վրա, իրանք էլ դուրս էին եկել ծխելու, թե ինչ որ հանգստանալու, ինձանից անկախ վերցրիմ խփի, մեկ էլ այդ կլարնետի նվագողը դուդուկիման ներս եկան, որ տեսան դհոլ, ու մեկ էլ այդ նվագը տվին, ես էլ շախ տվեցի, ավելի այտենց ոգևորվամ, արդեն իսկական նվագի տակ նվագեցիմ, թե չէ ինչ որ հատուկ ես գնացել եմ դհոլ նվագել եմ, իմ դհոլ նվագելու տակ մարդիկ բարել են, ուրախացել են, այդպիսի դեպքեր չի եղել։ Տիկին Վալյա, իսկ այն ժամանակ չկային քննադատողներ, թե աղջիկ ես քո ինչ գործն է դհոլ ես նվագում։ Ով ռիզգ ուներ։ Ես հələ մի հատ ինձ էս մազից կպող չի եղել, դպրոցի ժամանակ էլ, անենց էլ ռիսկ չեն արել ինձ։ Ես 3-5 տարի ես դասերակցական տեղակալը եղա դիրեկտորի, տեսնում էին, զգում, այ Նիկողոսյան աման փախենք։ Դպրոցում էլ էիք նվագում, եղել է։ Դպրոցում էլ եմ նվագել, դպրոցում երգչախումբել եմ ունեցել, այս ասեմ նաև, որ ճիշտ լինի, ջոկատավար ժամանակ նաև թատերական ներկայացումներ եմ կազմակերպել, նույնիսկ դաշտն են հրավիրել, գնացել ենք են կեսօրին, որ աշխատանքները հաց են ուտում, հրավիրել են, գնացել ենք տարբեր բրիգադաներ, ելույթներ ենք ունեցել։ Դուք կրթել եք սերունդներ։ Այո։ Դուք նաև կոտրել եք կարծրատիպեր, որտեվ էլի եմ ասում 2000-ականներին դա աղջկական գործ չէր համարվում եւ մատների վրա երևի կարելի է հաշվել մարդկանց կանանց, ովքեր նվագում էին դհոլ։ Որն էր ավելի դժվար, այդ կարծրատիպ կոտրելը, թե սերունդներին կրթելը։ Ինձ համար կարծրատիպ ասած բառը չկա, եթե կարծրատիպ է, սա ջրի բաժակ է, սպիտակ է, ուզում ես 100 հոգի թող կանգնեն ասեն, որ սա սպիտակ չի, սա ջուր չի, սա բաժակ չի։ Ես կանգնեմ կասեմ, ուզում ես ճակատիս, եթե ճակատիս, հրացանը, ատրճանակը պահեն ճակատիս, չէ պետք է ասես, որ դա սև է։ Ես չեմ կարա իմ ճշմարտությունից հետ կանգնեմ։
Շատ լավ, ասում են կյանքի օրերը այն օրերը չեն, որոնք անցնում են, հա, այն օրերն են, որոնք մեր հիշողության մեջ մնում են։ Ձեր կյանքում կան այդպիսի առանձնահատուկ օրեր, որոնք այսպես առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հիշողության մեջ։ Աշուղ Բագրատի պատմությունն էլ կպատմեք։ Ախ, էլի ինչ ասեմ։ Պատմեմ Ազի ջան։ Ջոկատավար էի, բայց նշանված էի։ Համայակից հետ նշանված էի։ Էդի դեկավ էլ եմ ասում, մեր տունը պետք է գային։ Ով պետք է գար։ Այդ Գուսան Բագրատը։ Ախպերս բերեց մեր տունը։ Բերեց մեր տունը, գիշեր մնաց մեր տունը։ Առաջը տես չէր, որ գային, մնային կամ ավտոբուս կար նստեին, պետք է գային պայմանավորվեին, ինչքան տոմս կվաճառվի, ինչ գնով եւ այլով համաձայնություն։ Իսկ այդ բաները բոլորը մեր տան մեջ էր կատարվում։ Ու այդ գիշերը մնաց մեր տունը, դե մինչև ժամը 1-2 կերանք, խմանք եւ այլ երկինք բարին, իմացա որ ես ջոկատավար եմ, բայց ուզում եմ գամ դպրոց։ Գամ դպրոց, մի հատ դպրոցի կյանքին էլ գյուղական ծանոթանան բան, խնդրեմ, եկավ, բա գիտես ինչ, ես քեզ մի հատ իրիկունը, որը տես լավ ձայն ունես, տենց լավ երգելու բաներ ունես, ես պետք է մի հատ երգեմ քեզ գիշերը նվիրել, գնանք դպրոց, բարձր դասան աշակերտներին հրավիրի քո կաբինետ, այնտեղ բան անենք, պիոներ տունն էլի, ու այդ երգը սովորացնեմ երաժշտությունը, որպես հիշողություն մնա, դու մի ասես արդեն ուրիշ նպատակ ունի։ Չգիտի որ ես նշանված եմ, հա, վերջը գնացինք, գրեցի գրատախտակի վրա երաժշտությունը ինքը խմբով երգեցինք եւ վերջացրինք, հա, ու եկանք արդեն գիտի ինչ տոմսեր եւ այլ նորից եկանք մեր տուն, մերն էլ լավաշը, քուֆտան, խորովածը մեր տնից անպակաս, եկանք հետ իմ ամուսինն հետ իմ նշանվածը չեկավ մեզ հետ, չեկավ այ մարդը, արի, չէ, ուրիշ շրջապատ է, շատ աներես պեսա չեր էլի, շատ խելացի անձնավորություն էր, չեկավ, մի խոսքով, էդ էլ չգիտի, որ ես նշանված եմ, ու մամայիս ասաց, բա գիտես ինչ կա, աղջիկա հավանել եմ, իր համար երգ եմ նվիրել, պետք է համաձայնություն տաք, որ գա իմ մոտ, իմ խմբում մտնի իմ խմբի մեջ, եւ մամաս ասաց, չէ, բալա ջան, ասաց, նշանված է իմ աղջիկը դժվար համաձայնություն տա, բան։ Ներողություն, իսկ դեր ամուսինը ոնց էր վերաբերվում, որ դուք նվագում էիք դհոլի վրա։ Դու իմ ամուսինը ինձ ամեն ինչ թույլ է տվել, ամեն ինչ, ինձ այնքան կողմերով է նա ուսումնասիրել, ինքն անասնաբուժն էր, այն որ ես միաժամանակ գնում էի ջոկատավար, մամաս չէր, պապայիս մահանալուց հետո մի քիչ վիշտաբանը իրան, ես գնում էի օրեկան 5-6-ով ես էի կթում, իրիկուն առավոտ, գալիս էի առավոտ շուտ, ժամի 6-ին կթում էի, այդ կովերին գնում էի ջոկատավար էի աշխատում, այդ ձևի։ Տիկին Բալյա, իսկ այդ երգը, որ ձեզ նվիրել էին, կարող եք հիմա նվագել ու երգել։ Արևես դուն ինձ համար, ունգերդ կամար սերը տարար, ժանյակ ես դուն ինձ համար, նրբերես մի վար դալար, բավականին սիրված երգ է, բայց փաստորեն ձեզ համար է սա գրվել։ Ես էլ ասի, որքան էլ որ ինձ սիրես, ինչքան էլ ինձ հետևես, որքան էլ որ ինձ սիրես, ու միշտ էլ ինձ հետևես, որքան էլ որ հեռանաս չեմ մոռանա, իմացիր ես ուրիշից սիրած չեմ դառնա, Լուսինես ամպիտակին, դուր սարի ժամանակին, ամպերը թող նշինի, աչիրը թող նշինի,
Հրաշալի, պաստորեն դուք եք երկի վերջաբանը փոխել եք եւ վերջաբան փոխեցի, որտեղ ասա մամաս ասաց, չէ, բալա ջան, չէ, այնպես մի տղայի ընտրել, որ համել աղջիկայալ, ինչ գործ ունի։ Իսկ դեր քանի թոռ ունեք Տիկին Վալյա։ 11 թոռ ունեմ։ 11 թոռ։ Թոռները նվագում են, սեցերը փոխանցվել են։ Սաղ նվագողներ են, բայց մայրս լավ դուդուկ էր նվագում, Կարլոսս մեծը լավ ակարդեոն էր նվագում։ Երաժշտասերների ընտանիք։ Այո, իր տատն էլ, հորական տատն էլ լավ ձայն ուներ, ողորմածիկը բանն էլ իրանց այդ Կարլոսը, որ թորանս անունը Կարլոս, իրանց հոպարներից ա եղել, որ լավ ջութական նվագել, այդ 41-45 թվին կանչել են, բանակը արդներին հավաքեք թորներին, բոլորով նստեք նվագեք էլ։ Ենքան է պատահել, այդ վերջերս մայրիս տղայի բանն էր, տարին էր, երեքամյակներ հրավիրած, սաղ էլ նվագել եք էլի։ Նվագեցինք էլ, երգինք էլ, նկարվեցինք էլ, ամեն ինչով։ Աղջիկ թոր, հա, ասեք։ Աղջիկ թոր։ Աղջիկ թոր ունեք, որ էլի հետաքրքրված է դհոլով։ Աղջիկ թորներից տղայի սենց աղջիկը, որի անունը Սաթեն է, 2 դպրոցում նաղդի երաժշտության ուսուցչուհի է։ Երաժշտության։ Բայց դհոլ է նվագում, չէ։ Դաշնամուր էր նվագում, բայց հիմա ուղղակի երգչուհի է, այս տարի ինչ որ պարել են միացրել, պետք է նաև պարել, և երգել և պարել, նենց որ հենց հիմա երևի դպրոցում են։ Շատ լավ, վերջում էլ կխնդրեմ մի խորհուրդ տաք բոլոր այն աղջիկներին, ովքեր սիրում են դհոլ, բայց լսելով կողքի, այսպես ասած, քննադատությունները, գուցե չեն նվագում կամ զերծ են մնում նվագելուց, վախենալով այդ քննադատություններից, իսկ այդպիսի կան, ինչ կասեք իրենց, ինչ խորհուրդ կտաք։ Ես խորհուրդ կտամ, որ եթե այն մասնագիտությունը անկախ նրանից ինչ է, եթե քո հոգուն հարազատ է, եթե դու սիրում ես, եթե դու կյանքում նվիրվելով դրան, հոգով պետք է նվիրվես, թե չէ խոսքով չէ, գործով։ Մամաս կասեր, դու ձեռքս ճակատի թխվեմ։ Ուզում եմ ասած նեմ, եթե այդ բանը դու զգում ես քեզ անհրաժեշտ, օրինակ ես կյանքում մի թերություն եմ ունեցել ու մինչև հիմա էլ ափսոսում եմ։ Այն ժամանակ այ վարորդ դառնալը մի տեսակ, վարորդ, աղջիկը վարորդ, ով էր տեսել, բայց մինչև հիմա էլ ես ափսոսում, դու ինչի համար, հենա սովորեի քշեի ինչի համար։ Իմ ամուսինը 48 տարեկան էր, նոր վարորդական սովորավ։ Այսինքն ցանկություն ունեցել եք սովորել, բայց դուք էլ լսելով կողքի։ Չէ, չկար, այտենց բան չկար։ Բայց ուզեցել եք, ցանկություն ունեցել եք։ Ես ցանկություն ունեցել եմ, որ ավտո վարեմ, բայց ավտո ով ուներ, որ այդ այ ուրիշ ավտոն վարեի։ Մեր գյուղից, այնքան տարբեր գյուղերից ավտոներ էին գալիս գնում վերևում։ Սաղի համարները գիտեի։ Սաղի, այդ իշքան մեքենա անցնել, սաղի համարները ես գիտեի, դե կոլխոզի ավտոներ էին, մեր տուրն հենց տրանսպորտի մոտ էր, գյուղի մեջն էր, այդ դրա համար էլ ես ուրիշ տեսականք եմ անում, այն ինչ որ ես ցանկացել եմ, ասել եմ։ Շատ լավ Տիկին Վալյան, շատ շնորհակալ եմ, որ եկաք, թող ձեր տաղանդը, ուժը, եռանդը անսպառ լինի։ Միշտ երկեք, նվագեք, ուրախացնեք թորներին էլ, հարազատներին էլ։ Ես հիմա ավելի շատ եմ դրան ձգտում, ես ավելի շատ եմ ուզում, որտև արդեն դարձել ենք 135 հոգի, իմ ու ամուսնուս Գերդաստանը, բոլորով իրար հետ, դարձել ենք 135 հոգի։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ։ Սաթեն ջան, ես եմ շնորհակալ, որ ինչ ասեմ, հիմա ետ էլ հեռարձակվելու է, չէ, այ, ով տեսնի արդեն էլ չեմ կարա, ոնց պատասխանեմ նրանց, ես ուղղակի մահերիս ասեցի այդ վշտերից դուրս գամ, որ այդքան քեզ դիմում են, ես անպայման քո խնդրանքը կատարեմ։ Շնորհակալ եմ շատ։ Ես էլ եմ շատ շնորհակալ։